Այս տարվա օգոստոսի 1-ից մրցակցության պաշտպանության հանձնաժողովին էր վերապահվել սպառողների շահերի պաշտպանության լիազորությունը, այն վերանվանվել էր մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ Այս կարճ ժամանակում վարույթների աննախադեպ աճ է գրանցվել։ Խոսքը շուրջ 60 վարույթի նախաձեռնման մասն է միայն սպառողների շահերի պաշտպանության հարցերով եւ ունենք արդեն հանգուցալուծված շուրջ 30 վարույթ։ Ընդ որում այդտեղ բավական մեծ կշիռ է կազմել ծխախոտային արտադրանքի փոխարինիչների հետ կապված վարույթները, վեյփեր, սնուսներ եւ այլն։ Հանձնաժողովի ներդրած սպառողի օգնական նոր թվային գործիքից օգտվողների թիվը եւս աճում է։ Մարտից մինչեւ օրս ներկայացվել է շուրջ 90 առցանց բողոք։ Դրանց առնվազն 1/3-ը հենց հարթակի միջոցով ստացել է դրական հանգուցալուծում։ Մի դեպքում ապրանքի փոխարինման, մյուս դեպքում համապատասխան փոխհատուցման տրամադրման եւ այլ ընդունելի տարբերակներով։ Սպառողի օգնականի միջոցով սպառողները կարող են առցանց բողոք հասցեագրել տնտեսվարողներին, բողոքին արձագանքելու ժամկետը 2 շաբաթ է։ Մենք ունենում ենք կամ հանգուցալուծում կամ հարցի հետագա ընթացք։ Եվ այստեղ երկու ճանապարհ է հնարավոր։ Եթե հանձնաժողովը դիտարկում է, որ այդ խնդիրը կարող է տեղավորվել իր իրավասությունների սահմաններում, ապա դրան հաջորդում է համապատասխան վարույթի նախաձեռնում, եթե խնդիրը կարգավորված չէ։ Իսկ եթե կարգավորված չէ եւ միևնույն ժամանակ վեճը կրում է անհատական բնույթ, այդ դեպքում մենք նաեւ վերջերս նույն հայտարարության շրջանակներում համագործակցության ենք հրավիրել հասարակական կազմակերպություններին եւ իրավաբանական ծառայություն մատուցող ընկերություններին անվճար հիմունքներով աջակցելու մեր սպառողների շահերի պաշտպանությանը, ապա այդ գործընթացով փոխանցում են գործերը նրանց եւ հարցը հետագա ընթացք ստանում է այդտեղ։ Սպառողի օգնական գործիքի ներդրումը բխում է նաեւ համապարփակ եւ օնլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանից ստանձնած հանձնառությունից։ Մենք կատարեցինք մի շարք ծավալուն օրենսդրական փոփոխություններ նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության համակարգում եւ հանրային եւ մասնավոր շահերի տարբերակման նաեւ սպառողների անհատական վեճերի սպասարկման նպատակով գործիքը մեզ պետք է եւ մեր գործառույթների իրականացման եւ սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, ինչպես նաեւ հետագա հաջորդ օրենսդրական փոփոխությունների տրամաբանություն զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով։ Կրթության որակի շաբաթ 2025-ի շրջանակում Պետական կառավարման ակադեմիայում հանձնաժողովի անդամը հանդես է գալիս արդար մրցակցությունը եւ շահերի պաշտպանությունը թեմայով դասախոսությամբ։ Նպատակն է կատարելագործել ուսանողների եւ ասպիրանտների կրթության որակը։ Կրթության որակի շաբաթի շրջանակներում կազմակերպվում են ոչ միայն բաց դասախոսություններ, այլ նաեւ կլոր սեղան քննարկումներ գործատուների հետ, աշխատաշուկայի պահանջներն են քննարկում եւ նաեւ հնարավորություն են ունենում այդ կլոր սեղան քննարկումների ժամանակ բացահայտել այն խնդիրները, որոնք որ այսօր առավել շատ են ուսանողներին մտահոգում։ Իդեպ ամեն տարի դեկտեմբերի 5-ին աշխարհը նշում է մրցակցության համաշխարհային օրը։ Բրիլ Մկրտչյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։